Բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործարարների հետ, որոնց ենթակայության ներքո մի քանի տասնյակ հազար աշխատատեղեր են եւ ինչը նշանակում է, որ նրանք շատ մեծ ներուժ ունեն նախընտրական շրջանում հանրային տրամադրությունների ձևավորման հարցում։ Սա իհարկե նորություն չէ եւ բացի դրանից այս հանգամանքը, այսինքն նախընտրական շրջանում հանրային տրամադրությունների ձևավորման հարցում ազդեցությունը բնորոշ է խոշոր կապիտալի ազդեցությունը բնորոշ է բոլոր երկրներին, անգամ ժողովրդավարական, այսպես մեծ իմիջ ունեցող երկրներին։ Այնպես որ հարցը այստեղ այն է, թե այդ ամենը ինչքանով է եւ ինչպես է կառավարվում օրինական շրջանակով, օրինական մեխանիզմներով կամ ինչքանով է շեղվում օրինական մեխանիզմներից։ Ըստ այդմ կարող ենք հստակ եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի այս հանդիպումը կրում է նախընտրական բնույթ, թեպետ պաշտոնական հաղորդագրությամբ թեման տնտեսական հարաբերություններն են կամ տնտեսական հեռանկարները եւ այլն։ Ընդ որում այստեղ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ Հայաստանի շուրջ ձևավորված է աննախադեպ տնտեսական հնարավորությունների մի միջավայր եւ շրջափուլ, որը պետք է բաց չթողնել։ Երբ հարց է առաջանում, թե ինչն է պատճառը, որ ձևավորվել է այդ աննախադեպ միջավայրը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը որպես դրա ցուցիչ կամ հատկանիշ ներկայացրել է ապաշրջափակման օրակարգը, ապա այստեղ պատասխանը ցավոք սրտի այն է, որ այդ միջավայրը ձևավորվել է ոչ թե Հայաստանի կառավարության հմուտ քաղաքականության, այլ Հայաստանի պարտության եւ դրանից հետո էլ Հայաստանի պետական քաղաքականության անձնատուր բնույթի հետևանքով։ Այսինքն դա ճակերտավոր արդյունք է այն իրողության, որ Հայաստանը պարզապես պարտությունից հետո էլ լիովին ընդունում է այն օրակարգը, որ թելադրում է Ադրբեջանը, եւ հետեւաբար այստեղ, եթե խոսք է գնում այդ աննախադեպ տնտեսական հնարավորությունների մասին, Հայաստանի խոշոր բիզնեսին թերևս պետք է հետաքրքրի դրանք ավելի շուտ առարկայական գետնի վրա եւ հեռանկարում մեծ հնարավորություն են լինելու Հայաստանի բիզնեսի համար, թե Հայաստանի հանդեպ Ադրբեջանի բիզնեսի համար կամ Ադրբեջանի, Թուրքիայի եւ արտաքին այլ բիզնեսների համար, որոնք Հայաստանը կդիտարկեն իրենց տնտեսաքաղաքական ռազմավարության թիրախ։ Իսկ մենք լսելով օրինակ նույն Ադրբեջանի, նույն Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին կարող ենք պատկերացնել, թե ինչպես են նրանք վերաբերում Հայաստանին հեռանկարում իրենց ռազմավարության համատեքստում։ Եվ այս տեսանկյունից կրկնեմ, խոշոր բիզնեսի մոտ թերևս պետք է առաջանա հարց, թե իրականում ում համար է այդ այսպես կոչված աննախադեպ հնարավորությունը։ Արդյոք Հայաստանի իշխանությունը, որը մինչև հիմա չի կարողացել պաշտպանել Հայաստանի պետականությունը այդ օրակարգերից, որ թելադրում են Ադրբեջանը եւ Թուրքիան, կարողանալու է պաշտպանել հայկական բիզնեսը, Հայաստանի տնտեսության շահը այն օրակարգերից, որ կշարունակեն թելադրել Բաքուն եւ Անկարան։ Այս հարցը թերևս պետք է լիներ էականներից մեկը, որ խոշոր բիզնեսը պետք է տա Նիկոլ Փաշինյանին կամ ինքն իրեն։ Իհարկե կան նաև անմիջականորեն հենց Հայաստանի ներսին առնչվող հարցեր, ինչպիսին օրինակ սեփականության իրավունքի պաշտպանությունը, հատկապես այն դեպքում, որ ունենք Հայաստանում խոշոր ներդրողներից մեկի հանդեպ այդ հայտնի աղաղակող օրինակի տեսքով։ Ես նկատի ունեմ Հայաստանի ելցանցերի փաստացի յուրացումը, փաստացի խլելը սեփականատիրոջից ընդամենը քաղաքական նկատառումներով պայմանավորված։ Հատկապես, որ ելցանցերի սեփականատերը Սամվել Կարապետյանը, որը հիմա արդեն քաղաքական process-ի մասնակիցներից մեկն է, գործընկեր է եղել եւ շատ դեպքերում նաեւ ընկեր է եղել այն խոշոր գործարարներից ոմանց, որոնք մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Բայց այստեղ իհարկե կրկնեմ, հարցը ընկերության կամ գործընկերության մասին չէ, այլ հարցը սեփականության պաշտպանության հիմնարար իրավունքի մասին, որովհետև եթե երկրում սեփականության պաշտպանության իրավունքը ամրագրված է սահմանադրությամբ, բայց կախված է մեկ անձի սահմանադրության հանդեպ վերաբերմունքից, ապա այդ երկրում որևէ բան երաշխավորված չէ եւ այդ երկիրը չի կարող կանգնել իսկապես հասարակական, քաղաքական ու տնտեսական արդիականացման կայուն ու երկարաժամկետ ճանապարհի վրա։
Սեփականության պաշտպանության իրավունքը արդիական հասարակություն ձևավորելու հիմնարար բաղադրիչներից մեկն է։ Եվ եթե մենք ունենք դրա աղաղակող խախտում, ապա տրամաբանությունը հուշում է, որ խոշոր գործարարներին պետք է հետաքրքրեն դրա հետ կապված հարցեր և սեփականության իրավունքի սահմանադրական երաշխիքների հետ կապված հարցեր։ Եթե նրանց հետաքրքրում է այն միջավայրը, որտեղ իրենք ծավալում են բիզնես, եւ եթե նրանց հետաքրքրում է այդ բիզնեսի պաշտպանվածությունը, որովհետև այսօր այլոց դուռը թակած սեփականության իրավունքի խախտումը վաղը կարող է թակել ցանկացածի դուռը, եթե որևէ կերպ այդ բիզնեսը չհամապատասխանի այն պատկերացումներին, որ ունի տվյալ պահին իշխող կուսակցությունը կամ իշխող կուսակցության առաջնորդը։ Սրանից բացի, իհարկե, հարցերը պետք է շատ լինեն նաև անմիջական տնտեսական քաղաքականության իմաստով, որովհետև 2022 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը արձանագրում է վիճակագրական տպավորիչ ցուցանիշներ ընդամենը մեկ պատճառով, որը ոչ մի կապ չունի Հայաստանի տնտեսական քաղաքականության հետ։ Պատճառը Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցներն են, որոնք տվել են առևտրի և ծառայությունների ընդլայնման մեծ հնարավորություն։ Եվ եթե այդ հնարավորությունը իր վիճակագրական էֆեկտով դուրս ենք բերում, ապա կտեսնենք, որ դրա տակ չի մնա գրեթե ոչ մի տնտեսական տպավորիչ պատկեր։ Ավելին, մենք տեսնում ենք, որ այդ բուռն վիճակագրության պայմաններում Հայաստանում չի նվազել աղքատությունը, գրեթե չի նվազել, հազիվ 1% կամ մի փոքր ավելի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում չի ավելացել արդյունաբերությունը, չեն ավելացել արտաքին ուղղակի ներդրումները։ Սա կարևորագույն ցուցիչ է տնտեսական գրավչության և տնտեսական քաղաքականության էֆեկտիվության տեսանկյունից։ Ավելին, ոչ միայն չեն ավելացել, սկսած հենց այդ այսպես ասած բարեբեր, կոնյուկտուրային իմաստով բարեբեր 2022 թվականից Հայաստանում արտաքին ուղղակի ներդրումները նվազել են, այսօր հասնելով գրեթե զրոյական ցուցանիշի։ Իսկ սա այն ցուցիչն է, որը, կրկնեմ, առարկայորեն վկայում է տնտեսական քաղաքականության էֆեկտիվության և ներդրումային գրավչության մասին։ Ներդրումային գրավչությունը խոսքերով չէ, ներդրումային գրավչությունը գեղեցիկ սուբսիդավորման ինչ-որ ծրագրերով կամ պաթետիկ մատուցումներով չէ։ Ի վերջո այդ սուբսիդիաները, որ կառավարությունը տրամադրում է աջ ու ձախ, զուտ քարոզչական էֆեկտի համար, ինչպես են գոյանում, դրանք բոլորի փողն են, դրանք հարկատուների փողն են, որ առաջանում են տնտեսությունից։ Եվ երբ այդ տնտեսությունը մեծ հաշվով կախված է ընդամենը արտաքին կոնյուկտուրայից, այստեղ այդ սուբսիդիաները իրականում ավելի ծանր բեռ են հարկատուների վրա, քան օգտակար են տնտեսական զարգացում խթանելու տեսանկյունից։ Օգտակար կարող են լինել միայն քարոզչական տպավորություն ստեղծելու առումով։ Ահա այս ամենի մասին ևս արդյոք ծավալել են խոսակցություն խոշոր գործարարները։ Միևնույն ժամանակ ներդրումների, արտաքին ներդրումների և ներդրումային իմիջի իմաստով դարձյալ գալիս ենք հետևյալին՝ սեփականության իրավունքի պաշտպանություն։ Սա ոչ միայն հասարակական քաղաքական հարաբերությունների կայունության և արդիականացման կարևոր ցուցիչ և գրավական է, այլ նաև պետության ներդրումային իմիջի։ Իսկ ներդրումները չափազանց կարևոր են ոչ միայն պարզապես տնտեսական արդյունքի առումով։ Դրանք ցանկացած պետության արտաքին հարաբերությունների կարևոր մաս են, որովհետև ներդրումային փոխշահավետ ծրագրերը արտաքին խոշոր ներդրումային շրջանակների հետ աշխատանքի կարողությունը ձևավորում է ընդհանուր շահեր նաև քաղաքական իմաստով, Հայաստանի շուրջ իրավիճակի և միջավայրի կայունության շահագրգռության իմաստով։ Եվ այստեղ ցավոք սրտի, եթե դիտարկում ենք մեր և Ադրբեջանի ցուցանիշները, ապա արձանագրում ենք, որ ոչ միայն ռազմական բալանսի առումով է առաջացել մեծ տարբերություն, այլ նաև հենց տնտեսական արտաքին ներդրումային շրջանակների հետ աշխատանքի էֆեկտիվության իմաստով։ Օրինակ, Հայաստանում տարիներ առաջ հայտարարվեց Արաբական Էմիրությունների հեղինակավոր վերականգնողական էներգետիկայի ոլորտում հեղինակավոր Մասդար ընկերության հետ արևային կայան կառուցելու պայմանավորվածության մասին։ Այսօր այդ կայանի հետքն անգամ չկա, այն դեպքում, երբ ըստ ծրագրի պետք է արդեն լիներ շահագործված։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի ուշ սկսեց աշխատանքը Մասդարի հետ և շատ ավելի առարկայական, արդեն գետնի վրա արդյունք ունի
արևային կայանների իմաստով։ Կրկնեմ, սա պարզապես ցուցիչ է ներդրումային, արտաքին ներդրումային հեղինակավոր շրջանակների հետ աշխատանքի էֆեկտիվության իմաստով, իսկ դա ոչ միայն տնտեսական արդյունք բերող, այլ նաև քաղաքական փոխշահավետ հետաքրքրություններ եւ կապակցվածություն ձևավորող գործոն է։ Սա է նաև պատճառը, որ պետությունների արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը տնտեսական կապերի խթանումն է, տնտեսական կապերի խորացումն է, արտաքին ներդրումային ազդեցիկ միջավայրերի հետ պայմանավորվածությունների համակարգեր ձևավորելը, որովհետև կրկնեմ, այդ միջավայրերը ձևավորում են համաշխարհային քաղաքականության մթնոլորտ, նշանակալի ազդեցություն ունեն համաշխարհային քաղաքականության հոսքերի իմաստով։ Հետևաբար նրանց հետ աշխատանքը աշխատանք է ոչ միայն տնտեսության, այլ նաև անվտանգության ուղղությամբ։ Ցավոք սրտի մենք այսօր, ինչպես նշեցի, այդ իմաստով ունենք գրեթե զրոյական ցուցանիշներ։ Չկա ոչ մի խոշոր արտաքին, խոշոր ներդրումային ծրագիր ոչ միայն իրականացվող Հայաստանում, այլ նաև ծրագրվող, թեկուզ առարկայորեն քննարկվող։ Միայն մենք ունենք դարձյալ քարոզչության մակարդակում ինչ-որ միլիարդավոր ներդրումների մասին հայտարարություններ կապված Թրամփի ուղու հետ, թեպետ որևէ կերպ, երբ հարցեր են հնչում կոնկրետ, թե ուր պետք է գնան այդ միլիարդները, որևէ կերպ չկա փաստարկ։ Ավելին, հայտնի պատմությունը, երբ փոխնախագահ Վենսը այցելել էր Հայաստան եւ խոսել էր ընդամենը ամերիկյան տնտեսության համար մի քանի միլիարդի վաճառք իրականացնելու տրամաբանությամբ, Հայաստանում փորձեցին դրա վրա կառուցել մի քանի միլիարդ ներդրումների այդ քարոզչական փուչիկը, որը շատ արագ պայթեց եւ որը ցավոք սրտի դարձյալ ցույց տվեց, թե ներդրումային իրական քաղաքականության իմաստով որքան դատարկ է դարձել Հայաստանը։ Այս ամենի մասին խոսել են արդյոք խոշոր գործարարները Նիկոլ Փաշինյանի հետ եւ արդյոք իսկապես քննության են առել տնտեսական քաղաքականությունը եւ դրա հեռանկարները կապակցված իհարկե արդեն պետական ավելի լայն քաղաքականության հետ, որովհետեւ կրկնեմ, այն հավակնությունները, որ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրանք ամենևին չեն սահմանափակվելու պարզապես քաղաքական օրակարգերով։ Այդ քաղաքական օրակարգերը չեն կարող լինել տնտեսականից անջատ։ Եվ այսօր, եթե ներկայացվում են պարզապես քաղաքական հավակնություններ, վաղը դրանք վերածվելու են արդեն նաև տնտեսականի։ Իհարկե տարբեր այլ, այսպես ասած, փափուկ մեխանիզմներով, բայց թելադրելով որոշակի պայմաններ։ Այս հարցերը պարտավոր են դիտարկվել խոշոր բիզնես շրջանակներում, որովհետև Հայաստանը կորցնելով իր քաղաքական սուբյեկտությունը, հաջորդ փուլում կորցնելու է նաև տնտեսական սուբյեկտությունը։ Սա քաղաքականության տրամաբանական հետևանքը եւ շարունակությունն է բոլոր իմաստներով։ Ըստ այդմ, այստեղ քննարկվող հարցերը չեն կարող սահմանափակվել պարզապես տնտեսական գործընթացներով։ Խոշոր բիզնեսը վաղուց արդեն կանգնած է իրավիճակը քաղաքական եւ անգամ քաղաքակրթական մասշտաբով դիտարկելու հրամայականի առաջ։ Դիտարկվել է արդյոք այս մասշտաբը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, թե ոչ, սա հայտնի չէ, որովհետև պաշտոնական հաղորդագրությունը այսպիսի մանրամասներ չի պարունակում։ Բայց այս շրջանակը բաց թողնելը հայկական բիզնեսի համար շատ ավելի ճակատագրական կլինի, քան այն, այսպես ասած, աննախադեպ հնարավորությունները, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, ելնելով արդեն իհարկե իր նախընտրական շահերից։